Ստացվեց այնպես, որ ձմեռվա ավարտը քաղաքական դաշտում բավականին թեժ եղավ։ Ընդհանուր առմամբ, եթե վերլուծելու լինենք եւ ամփոփենք, ձեր կարծիքով ով շահեց այս ստեղծված իրավիճակում եւ հակառակը։ Տուժեց իշխանությունը։ Այս ինչ որ հիմա կատարվում է, սա ժամանակավոր փայլ է ընդհանրապես։ Մենք շատ արագ ականատես կլինենք մեկ այլ գործողությունների։ Չէր կարելի այդպես հարցակվել ԱԺ երկրորդ խմբակցության վրա։ Չէր կարելի այդ տոնով, այդ ուժերով հարցակվել Գագիկ Ծառուկյանի վրա։ Այսօր մամուլում տարբեր քաղաքական գործիչներ տարբեր մտքեր են արտահայտում։ Այդ թվում նաև հնչում է, որ նույնիսկ կարող է պատել այնպես, որ Գագիկ Ծառուկյանին վախեցրեցին ընտանիքի անդամներով։ Ես մի բան ասեմ, Ադոլֆ Հիտլերը դրան չէր հասել ընտանիքի անդամներին։ Դա սովորական ֆաշիզմի գագաթնակետն է։ Ինչ է սպասվում, առաջիկայում ԵՌԵԿ-ին եւ հենց ԲՀԿ-ին։ Նա հաջողություն կունենա, ես իրենց հաջողություն եմ մաղթում, հատկապես իրենց ղեկավարին Գագիկ Ծառուկյանին։ Իսկ ինչ վերաբերվում է ԵՌԵԿ-ին, ապա տեսնենք, ապրենք, տեսնենք։ Ամեն կերպ ասել, որ ընդդիմությունը փոշիացած է, որտեղ նույնիսկ գիշերը չեն կարողանում հանգիստ քնել։ Դրա համար նրանց պետք է, որ ընդդիմությունը փոշիանա, որը չի լինելու։ Եթե 8 թվականին հաջողվեց մի բան, այսօր 15 թվականն է, քաղաքացին 2 անգամ, 3 անգամ ավելի սոված է այսօր։ Պարոն Եղեզարյան, դուք ցանկություն եք հայտնել անդամագրվելու ԲՀԿ-ին, բայց հետո կարծես թե ոչ, դուք ուղղակի չեք լսել մեջը վեր։ Ես ձև գտա քաղաքական պրոտեստի, ասել է, որ ես զինվորագրվում եմ, անդամագրվում եմ ԲՀԿ-ին։ ԲՀԿ-ին անդամագրվելու համար կար գոյություն, ես պետք է A4 ֆորմատի թղթի վրա լրացնեի դիմումը, ստորագրեի եւ ներկայացնեի սկզբնական կուս կազմակերպություն, որը ես չեմ արել։ Բայց էլի հիմա ձեզ մոտ նորից կրկնեմ, անդամագրված եմ ԲՀԿ-ին։ Հիմա առավել եւս անդամագրված եմ։ Իսկ ինչու՞ չեք արել այդ կարգը։ Գիտեք, այս տարիքում մի քիչ դժվար է կուսակցություն գնալ, էլի։ Ոչ օֆիցիալ դուք համարում եք ԲՀԿ։ Պատճառաբանությունը, որ օֆիցիալ չի։ Դե գիտեք, խնդիր կա այստեղ։ Ի վերջո, եթե ես ցանկանում եմ օգտակար լինել կառույցին, կուսակցականը միշտ սահմանափակված է կուսակցության մեջ ընդունված նորմերով եւ դրույթներով։ Իսկ երբ դու կուսակցության անդամ ես, ազատ ես ցանկացած տեղ միտքդ արտահայտելու։ Արդյոք սպասել իշխանությունների սահմանադրական փոփոխությունների։ Ոչ, այդ սահմանադրական փոփոխությունները ընդհանրապես միտված են Սերժ Սարգսյանին հավերժ կարգելու մեզ, ինչ ասեմ, նախագահ։ Ավելի, եթե նախագահան պետք է վերընտրվի, ապա այս պարագայում սահմանադրական իրենց ասած բարեփոխումներից հետո դրա կարիքը չկա։ Իրենք լավ գիտեն, որ ՀՀ-ում չի գտնվեն 0.1%, ով իրենց ձայն կտա, որտեվ ՀՀ քաղաքացին պետք է ձայն չտա սովին, զրկանքին։ Այս ամեն ինչին պետք է ՀՀ քաղաքացին ձայն չի տալու, նույնիսկ Հովհաննես Թումանյանի պայծառ դիմագծերով նկարով թղթադրամի վրա դրան էլ ձայն չի տալու։ Իրենք մի բան պետք է անեն, այդ անելուց հետո, այս ընտրությունները անցկացնելու համար արվեց սա հակասահմանադրական քայլը, ջարդեցին ԲՀԿ-ն իրանց կարծիքով, իմ կարծիքով ջարդված չի ԲՀԿ-ն, որպեսզի շատ հանգիստ անցկացնեն արդար շաքերթների մեջ պրեսկոպտյան ընտրություններ, երբ որ Եվրոպայից կգա հաջորդ հորթը եւ կասի, որ մեկ քայլ առաջ ընտրություններ։